Սիրելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողների էջն է մեր եթերում, ինչ թեմային անցնել հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը, որն է բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքանիշով։ Մասնավորապես Canbebe վարտիկ տակդիրները, որոնք հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Վերջինները չեն պարունակում պարաբեններ, օծանելի կամ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունն ու անվտանգությունը ողջ օրվա ընթացքում։ Այսօր խոսելու ենք ամառային հանգստի մասին, հատկապես ինչպես պետք է ծնողները երեխաները պատրաստվեն հանգստին, ինչով է առանձնահատուկ ամառային հանգիստը, երբ ընտանիքում կան փոքրիկներ։ Այս թեմայի շուրջ զրուցելու ենք Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Մերի Մարանդյանի հետ։ Ողջույն բժշկուհի Մարանդյան։ Բարև ձեզ։ Սկզբից ընդհանուր հարց տամ, ընդհանրական ինչպես պետք է ընտանիքը ծնողները պատրաստվեն հանգստի, երբ մեկնում են փոքրիկների հետ։ Ընդհանրական պատասխանը կարող է հնչել այսպես. պետք է պատրաստվել ու նախապատրաստվել դեռ վաղուց, այսինքն պետք է քննարկել ժամկետները, երեխայի հետ հարմարեցնել այդ գրաֆիկը եւ իհարկե պետք է նախ տրամադրել երեխային, որպեսզի երեխա պատրաստ լինի այդ օդափոխությանը կամ հանգստին, եւ հետո քննարկել եկուս մանկաբույժի հետ, թե ինչ անհրաժեշտ նյութեր են պետք մեզ հետ, որպեսզի տանենք հանգստին։ Շատ լավ։ Եկեք խոսենք այն մասին, որ իհարկե լավ կլինի, որ պետք չգա, բայց առհասարական դեղամիջոցներ, այդ դեղատուփը, որ պիտի հավաքենք, ինչից պետք է բաղկացած լինի պարտադիր։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է, թե մենք ինչ տարիքի երեխայի հետ գործ ունենք, առհասարակ մինչև 3-4 ամսական երեխաների դեպքում շատ ավելի զգուշավոր պետք է լինել, երբ իհարկե խոսքը ինքնաթիռով մեկնելու մասին է գնում, այսինքն ճանապարհությունը ավելի երկարատև պետք է լինի։ Ընդհանրապես մինչև 4 ամսականների դեպքում իհարկե, եթե մենք պրակտիկ առողջ բալիկի հետ գործ ունենք, պետք է քննարկվի իհարկե մանկաբույժի հետ։ Դրանից հաջորդող ամիսներին, երբ բալիկը արդեն ավելի մեծ է, ի վիճակ կախյալ, այսինքն եթե երեխայի ամբողջ առողջական վիճակը թույլ է տալիս, կարելի է քննարկել հանգստի մեկնելը։ Այստեղ շատ կարևոր է մեզ հետ քննարկել, թե ինչ պետք է վերցնել։ Առաջինը շատ կարևոր է ջերմիչեցնող ունենալը բժշկական պայուսակում, որը առաջին օգնության տեղ է, երբ երեխան օրինակ հանդիպեց իր վիրուսի հետ այնտեղ։ Շատ կարևոր է հակալերգիկ դեղորայք ունենալ, հատկապես երբ ծովափնյա հանգստի մասին ենք խոսում, միջոցները կարող են խայտել կամ որևէ ալերգիկ ռեակցիա դրսևորվել սննդային եւ հակալերգիկ դեղորայքը շատ կարևոր է ձեռքի տակ ունենալ։ Ընդհանուր առմամբ, եթե երեխայի մոտ նախորդիվ եղել է որոշակի ախտորոշումներ, գիտենք, որ երեխան հակված է օրինակ առաջացնել սուր լարինգոտրախետ կամ կրոպ, կարող է առաջանալ բրոնխիտ որևէ ալերգենից կամ կարող է ուղղակիորեն արտահայտվել որևէ սիմպտոմ, որը իր հիմնական հիվանդության դրսևորումն է, այդ բոլոր դեղերը պետք է ձեռքի տակ ունենալ, սա արդեն իհարկե մայրիկները գիտեն եւ պետք է անպայման իր հետ տանի ցանկացած տեղ մեկնելիս։ Սրանք առաջին օգնության դեղեր են, որոնք պետք է ունենալ միշտ ձեռքի տակ։ Հարց նաև սնունդից, մենք շատերս գիտենք ու ականատես ենք լինում, որ շատ փոքրիկներ խիստ սահմանափակ են սնվում, ինչու ոչ, երևի թե տանն էլ, բայց հատկապես հանգստի մեկնելիս, մակարոն, կարտոֆիլ, եթե ծնողի բախտը բերի, երբեմն երեխաները առհասարակ ոչինչ չեն ուտում։ Ինչ կասեք այն մասին, ինչից պետք է խուսափել այլ երկիր մեկնելիս, այ որ սննդատեսակը խորհուրդ չեք տա նոր փորձել, միգուցե այլ ազգաբնակչություն եւ այլ սովորույթներ ունի, որը որ հարմար չլինի երեխային կամ ռիսկային է տալ, ինչ կասեք այդ մասին։ Այստեղ կարևոր է հասկանալ նախորդիվ երեխան ունեցել է տվյալ ուտելիքից ալերգիա թե ոչ։ Եթե մենք կյանքում մեկ դրվագ ունեցել ենք որևէ նյութից ալերգիա երեխայի մոտ, շատ կարևոր է ցանկացած տեղ մեկնելիս խոհանոցը ուսումնասիրել, նայել թե ինչ է մեզ տրվում այնտեղ, ինչ կա բաղադրության մեջ, եթե գրված չէ քննարկել դա խոհարարի հետ, որովհետև շատ դեպքերում հատկապես եթե արևելյան խոհանոցի մասին է խոսքը, այդտեղ կարող է լինել նյութեր, որից երեխան ալերգիա ունեցած լինի եւ քննարկելը շատ կարևոր է։ Ընդհանուր առմամբ, որպես պրակտիկ առողջ երեխայի խորհուրդ պետք է նշել, որ եթե հանգստի մեջ են կամ սովորական առօրյայի մեջ ենք, սննդային ռեժիմը չպետք է խախտել։ Նախաճաշը, ճաշը, ընթրիքը պետք է գրաֆիկով կատարել, որպեսզի երեխայի օրգանիզմը նախ չծուլանա, վարքային փոփոխություններ չլինեն երեխայի մոտ եւ կամակորությունը չարտահայտվի որևէ ուտելիք չուզենալ ուտելով։ Այստեղ շատ կարևոր է այդ գրաֆիկը պահելը, որը կօգնի նաեւ հանգստի ժամանակ չունենալ որոշակի խնդիրներ սննդի հետ կապված։ Շատ լավ։ Խոսենք արևայրուքից, ինչքանով կարևոր է, որ բալիկը պաշտպանված լինի, ժամանակին քսուկը օգտագործի, գլխար կրի, ինչ կասեք նաև այդ մասին, ինչպես եք դուք պրակտիկ այդ խորհուրդները տալիս, հիշեցնում, խորհուրդ տալիս, որ պարտադիր չմոռանան այդ մասին։ Այստեղ շատ կարևոր է հագուստի ճիշտ ընտրությունը։ Արևային եղանակներին իհարկե բոլորս գիտենք, որ մուգ գույնի հագուստը նախընտրելի չէ օգտագործել։ Շատ կարևոր է բաց գույնի, թեթև կտորից հագուստի օգտագործելը, ինչպես նաև բամբակյա մանաթելից կազմված հագուստը շատ նախընտրելի է եւ իհարկե գլխարկը։ Անկախ երեխայի կամակորությունից գլխարկը պետք է միշտ լինի նրա գլխին, օրվա ցանկացած ժամի, երբ նա դրսում է, եւ իհարկե օրվա այն ժամերը, երբ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները ուղիղ ազդեցություն ունեն, դա առավոտյան կարող է կեսօրից մինչև երեկոյան 5-ը լինել, կախված իհարկե երկրից պետք է նաև
նաև նայել։ Այստեղ շատ կարևոր երեխային չթողնել բաց արևի տակ, անկախ նրանից նա հանգստի մեջ է թե ոչ, եւ իհարկե օրվա ընթացքում այդ գրաֆիկը պահելը կօգնի, որ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված լինի երեխան։ Բայց եթե մենք պլանավորում ենք ծովային հանգիստ, արևայրուքի համար նախատեսված քսուկներ շատ կարևոր են օգտագործել։ Իհարկե բաղադրության մեջ հստակ նշվում է որքան ժամ առաջ պիտի քսվի, ինչքան հաճախ պետք է օգտագործվի, սրան հետևելը շատ կարևոր է։ Իդեպ մինչև 6 ամսական երեխաների դեպքում արևապաշտպան քսուկը ցուցված չէ օգտագործել, քանի որ կա կարծիք, որ դա կարող է ավել վնաս հասցնել մաշկին, հետևաբար մինչև 6 ամսական երեխայի դեպքում միայն ծածկոցը պետք է օգտագործել հովանելու միջոցով, իհարկե խուսափելու արևի ուլտրամաշակագույն ճառագայթներից եւ հով տարածքներում լինել։ Շատ լավ, վերջում ուզում եմ նաև հարցնել ձեզ ինչքանով կարևոր է այդ քնի հիգիենան, իմ սիրած թեման, որ պետք չէ երեխայի ռեժիմը խախտել, թե ոչինչ, որ հանգստի ընթացքում ցերեկային քուն պարտադիր ունենալ, թե ոչ, այ ինչ կասեք, որ բիորիթմերի մասին ինչքանով է կարևոր դրանք չխախտել անգամ եթե հանգստի ընթացքում ենք։ Անկախ մենք հանգստի մեջ ենք, ամառային արձակուրդներ են, թե մեր սովորական առօրյան է աշխատանքային եւ դպրոցական, պետք է երեխայի գրաֆիկը չխախտվի։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մենք օրգանիզմի ռիթմի խանգարում չունենանք։ Իհարկե գիշերային քունը շատ առաջնային է, որ հստակ գրաֆիկով պահի երեխան, ցերեկային քունը եւս, եւ ի վերջո գրականությունը թույլ է տալիս ասել, որ եթե երեխայի գրաֆիկը շարունակաբար խախտվում է, դա կարող է բերել հոգեհուզական ոլորտի խանգարումների, ինչպես նաեւ էմոցիոնալ փոփոխությունների, հետեւաբար այս քնի ռեժիմին պետք է հստակ հետեւել անկախ մարդու տարիքից, ինչպես երեխայի, այնպես էլ մեծահասակի, որպեսզի ընդհանուր ոլորտի զարգացումը մարդու չտուժի։ Հետեւաբար քնի եւ հոգեհուզական ոլորտի հարցերը շատ կարեւոր են անկախ տարվա եղանակից։ Եթե կարելի է նաև ամփոփիչ եւս մի փոքրիկ հոգեբանական հարցադրում անեմ, ինչքանով կարևոր է հանգստի որակը, հա, ժամանցը, այ հատկապես դուք այս պահին միգուցե դա մեր ընդհանուր ցանկի մեջ չի մտնում հարցերի, բայց շատ հետաքրքիր է իմանալ ինչ եք հատկապես ծնողներին խորհուրդ տալիս այդ ժամանակը նաև որակյալ անցկացնել փոքրիկների հետ, ինչն է հատկապես խրախուսվում հանգստի ընթացքում, ինչը հաշվի առնել։ Խրախուսումը առհասարակ հանգիստ ունենալը։ Դա կարող է լինել ամենափոքրիկ այգի գնալը 1-2 օր իրար հաջորդական օրերով, կարող է լինել քաղաքից դուրս գնալը կամ որևէ երկիր մեկնելը։ Երեխան պիտի պատրաստ լինի դրան եւ սպասի դրան, սա շատ կարեւոր է։ Երբ իմանում է, որ իրեն պլանավորում է որոշակի տեղ հանգստի մեկնելը կամ ուղղակի մի քանի օրով մի տեղ գնալը, դա իրեն մոտիվացնում է։ Ես միշտ հիշում եմ իմ դպրոցական տարիները, երբ անգամ փոքր էքսկուրսիա գնալը ինձ համար մեծ սպասում էր ինձ ներկայացնում, հետեւաբար սա հոգեբանորեն մոտիվացնում է երեխային եւ սպասումի ցանկություն է առաջացնում, որը շատ կարեւոր հուզական ինտելեկտի մաս է կազմում։ Հետեւաբար հանգիստը կազմակերպելը ամեն մեկը կարող է ընտրություն ունենալ, բայց հանգիստը պետք է լինի, դա չպիտի լինի դպրոցական օրը, դա չպիտի լինի մանկապարտեզի գրաֆիկ, այլ պետք է լինի հանգիստը իր բոլոր բաղադրիչներով։ Շնորհակալ եմ շատ, այո, կարևոր եւ հետաքրքիր զրույցի համար հիշեցնեմ, որ մենք խոսեցինք այն մասին, ինչպես պետք է կազմակերպել եւ պատրաստվել, նախապատրաստվել հանգստի մեկնելիս, հատկապես երբ փոքրիկների հետ ենք մեկնում, ինչը պետք է հաշվի առնել եւ չմոռացանք նաեւ որակյալ հանգստի մասին եւ Բույսկի Մարանդյանը մեկնաբանեց, որ նաեւ որակյալ հանգիստ եւ պարբերաբար հանգիստ կազմակերպելը շատ կարևոր է։ Շնորհակալ եմ շատ լավ զրույցի համար։ Հիշեցնեմ նաև, որ մեր այս հատվածի հովանավորն է բելգիական Ontex ընկերությունը իր Քանբեբե ապրանքատեսակով, մասնավորապես Քանբեբե տակդիր վարտիքները, որոնք հասանելի են Հայաստանի ողջ տարածքում, չեն պարունակում պարաբեններ, գրգռիչ նյութեր, օծանելիք, ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը, անվտանգությունը ողջ օրվա ընթացքում։ Փնտրեք դեղատներում։ Իսկ այս պահին խոսքս փոխանցում եմ իմ գործընկերոջը։